Մինչ Հայաստանի օպոզիցիայի սեգմենտը համալրված է հակաինքնիշխանական խմբակների կողմից, որոնք ըստ էության Պուտինի ագենտներն են, իդեմս 5-րդ Շարասյան, 6-րդ պալատի կամ Մոսկովսկի ցիրկի, Հայաստանում զարմանալի եւ անհասկանալի բաներ են տեղի ունենում։ Բնականաբար նրանք հիմնական շեշտը դնելու են էպատաժի վրա, փորձելով գրավել հասարակության ուշադրությունը, բայց արդյոք դրան արձագանքելը տրված է նրանց, ովքեր իշխանության մանդատ ունեն, իսկ դա նշանակում է պետության գործառույթներ իրականացնելու մանդատ ունեն։ Ոչ չի նշանակում։ Մանավանդ երբ այդ մանդատից բխում է, որ պետական ֆունկցիաներ այս աննորմալ վիճակը հենց օրենսդրության շրջանակներում շտկելու անելիք կա։ Նրանք դրել են մանդատը մի կողմ եւ վերածվել են բլոգերների եւ հարց են տալիս, թե ով է ուժեղ, ով է խելացի։ Մանավանդ այդ հարցերի պատասխանը կա։ Ով է ուժեղ, ով է խելացի, ով է փորձառու։ Փորձառուն գիտենք ինչի փորձ ունի։ Զուգարանում ախրաննիկի միջոցով մարդ սպանելու փորձ ունի։ Դե իսկ ուժեղն ու խելացին էլ ռուսերեն ասած «Деньги есть, ума не надо»։ Իմաստ ունի դրա համար թամաշա սարքել եւ դրա մասնակիցը դառնալ այն շրջանակի կողմից, ով որ մանդատ ունի եւ մանդատից բխող գործողություններն էլ չի անում եւ մի կողմ դրած զբաղված է չգիտես ինչով։ Կրկնում է վաղուց ասած ճառերից կտորներով ինչ որ միքս արած մանտրաներ։ Այս ամենը մեծ դժգոհություն է առաջացնում եւ առաջացնելու եւ մարդկանց մոտ անպաշտպանության զգացում է առաջացնելու։ Մարդիկ ասելու են, որ ոնց որ թե պետությունն իր ֆունկցիաների մեջ չէ։ Մինչդեռ պետք է լիներ հակառակը։ Համաձայն ես, միացիր մեզ։